էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել ընդհանուր 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամ բյուջե։ Էկոնոմիկայի նախարարությունն այս գումարը կուղղի այն տնտեսվարողներին, որոնք ռուսական սահմանափակումների ընթացքում այլ երկրներ են արտահանում իրականացրել։ Այս անգամ հունիս-հուլիս ամիսների արտահանման մասին է խոսքը։ Փոխնախարար Արման Խոջայանը կառավարության նիստում թվարկեց, վերջին 2 ամսում 2325 տոննա պղպեղ է արտահանվել, 1579 տոննա լոլիկ, 3.6 միլիոն հատ ծաղիկ։ Ծիրանի արտահանումը կազմել է 7010 տոննա, կերասը 1715 տոննա, 430 տոննա սալոր է արտահանվել, 1645 տոննա դեղց եւ նեկտարին եւ այդպես շարունակ, քանի որ ցանկը շատ է, բոլորը չթվեմ։ Նախարարի տեղակալը չհստակեցրեց, թե որ երկրներ են արտահանումներ իրականացվել, բայց ասաց, վերջին 2 ամիսներին ծաղիկները 26 երկրներ են ուղարկվել, միրգը 21, բանջարեղենն էլ 14 երկիր։ Վարչապետ Փաշինյանը որակական գնահատականներ պահանջեց Խոջայանից, ասաց, այդ թվերը շատերին շատ բան չեն ասում։ Այսինքն մենք ոնց ենք գնահատում դիվերսիֆիկացման process-ը, բավարար, լավ, գերազանց, որն է մեր սպայի գնահատականը։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի գնահատմամբ ընդհանուր առմամբ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործընթացում առաջընթաց կա, սակայն յուրաքանչյուր շուկայում դիրքավորվելու համար ասաց հետևողական աշխատանք է պետք։ Ռուսաստանը գարնանից փուլ առ փուլ արգելեց հայկական գյուղմթերքի գրեթե ողջ տեսականու, ինչպես նաև կաթնամթերքի, ձկնեղենի, ծաղիկների, հանքային եւ ոչ հանքային ջրերի մի մասի, ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների մուտքն իր երկիր։ Փոխնախարարի խոսքով այս փուլում տեղի է ունենում արտաքին շուկաների եւ մատակարարման շղթաների վերադասավորում, ու հենց սա էլ տնտեսվարողների համար ցնցումներ է առաջացրել։ Կառավարության այս ծրագրերն էլ ըստ նրա ուղղված են այդ ազդեցությունները մեղմելուն։ Միաժամանակ տնտեսվարողները իրենք եւ ադապտացվում են փոփոխվող միջավայրին եւ նաեւ փորձում են առավելագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունները։ Կան տնտեսվարողներ, որոնք առավել պատրաստ են այս փոփոխություններին եւ ավելի արագ են արձագանքում, կան տնտեսվարողներ, որոնք իրենց բիզնեսի վերափոխման անհրաժեշտություն ունեն եւ կունենան։ Փաշինյանն ընդգծեց, բիզնեսը պետք է ճկուն լինի, ճգնաժամն էլ որպես հնարավորություն օգտագործի, իսկ կառավարության հատկացրած 5 միլիարդ 365 միլիոն 640 հազար դրամն այս անգամ ուղղվելու է պղպեղի, լոլիկի, ծաղիկի, ծիրանի, կերասի, սալորի, դեղցի եւ նեկտարինի ու այլ գյուղմթերքների արտահանման փոխհատուցմանը։ Freshline ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն ազատությանն ասաց, իրենք երկրորդ անգամ են դիմելու կառավարությանը։ Արտահանել ենք ծիրան, սալոր, նեկտարին, պղպեղ, լոլիկ, կերաս քիչ քանակություն ենք ունեցել, արտահանել ենք։ Այս ամբողջ process-ի գործի ողնաշարը, այսպես ասած, պահում է այդ սուբսիդիան։ Ունից ամսվա սուբսիդիաները համարյա թե բոլորին տրամադրել են, հիմա ընթացքի մեջ է հուլիսին։ Freshline ընկերությունը, որ ունի ծիրանի, դեղցի եւ սև սալորի սեփական այգիներ, նաեւ այլ ֆերմերների գյուղմթերքն է հիմնականում Ռուսաստան արտահանում, արդեն նոր շուկաներ են գտել։ Վրաստան, Մոլդավիա, Ուկրաինա, Պոլշա դիրքավորվել ենք, բայց լիքը դիրքավորվելու տեղ ունենք։ Պետության աջակցությունը այդտեղ կա։ Նոր շուկաները մեր համար Լեհաստանն է, Ուկրաինա մենք արտահանել ենք մինչև այդ, Մոլդովա ենք արտահանել հայկական լոլիկը։ Ունեցած կապերի վրա զարգացրել ենք այս տարվա ապրանքատեսականիները եւ վաճառքը։ Նախկինում եւ նոր կապեր են ձևավորվել։ Մոլդավիա պամիդոր երբևիցե չենք արտահանել, բայց այս տարի արտահանել ենք։ Ընկերությունը եվրոպական երկրներից հայկական մթերքն այս տարի արտահանել է միայն Լեհաստան ու Մոլդովա, իսկ ոչ եվրոպական երկրներից Ուկրաինա ու Վրաստան։ Գևորգ Ղուկասյանն ասում է, զարմացել է, թե Վրաստանն ինչպես է մեծածավալ սպառման համար հայկական լոլիկն ընդունում։ Այս տարի Վրաստանի շուկան զարմացրեց, Վրաստանում մեծ քանակությամբ ապրանքներ ամատակարարվել եւ վաճառվել։ Ծիրան, լոլիկ, սալոր, նեկտարին։ Մենք ինչ գիտենք, որ Վրաստանում լոլիկի դեֆիցիտ է լինելու եւ ամբողջ Հայաստանը լոլիկը կրելու է Վրաստան եւ այստեղ գինը բարձրանա լոլիկի։ Իսկ ընդհանուր առմամբ ըստ նրա եվրոպական երկրներ արտահանման ուղղությամբ դեռ խնդիրներ կան, հայկական արտադրանքը պետք է ճանաչելի դառնա։ Բացի այդ, լոգիստիկ ծախսերի պատճառով հայկական մթերքը Եվրոպա թանկ է հասնում։ Փոխհատուցվում է մաքսատուրքը, այստեղ հարցը նույնիսկ ծախսի հաշվարկի մեջ չի, ինչքան մեր ապրանքատեսականին, պետք է այնտեղ սովորեցնենք, այնտեղի շուկային լիքը ապրանքներ, որոնք որ արտահանվում են, կամ զրոյական կամ մինուս հարաբերակցությամբ վաճառքի են։ Եվրամիության երկրներից կան ապրանքատեսականիներ, որ մենք դեռ մրցունակ չենք, քիչ-քիչ սովորեցնում ենք։ Այնտեղ մատչելի է գները ապրանքների, շատ ավելի քան խոսում ենք։
Հայաստանից գյուղմթերքն արտահանվում է հիմնականում օտարերկրյա բեռնափոխադրողների միջոցով, դա է փաստում նաև Freshline-ի հիմնադիրը, իսկ տեղի բեռնափոխադրողներն արդեն ամիսներ շարունակ ահազանգում են, որ հին մեքենաների Շենգեն վիզա չունենալու ու ռուսական շուկայի փակման պատճառով անգործ են մնացել։